Ազգային ժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը հարցեր ունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Ինչ կլինի իրենց հալը, եթե հայ ժողովուրդը Պուտինի մատնանշած քվեարկության ժամանակ չքվեարկի Հայաստանի ԵԱՏՄ-ում մնալու օգտին։ Բայց եթե Հայաստանը չքվեարկի, ինչ ա լինելու այդ դեպքում մտածել եք։ Իսկ ինչ քվեարկության մասին էր խոսել Ռուսաստանի նախագահը, խոսել էր հանրաքվեից եւ հայտնել իր կարծիքով հայ ժողովուրդը պետք է հանրաքվե անի ԵԱՏՄ-ում մնալու կամ Եվրամիություն գնալու հարցով։ Это не наше дело, но в принципе это вполне было бы логично провести референдум и спросить у граждан Армении, каков будет их выбор. И пошли бы по пути мягкого, такого интеллигентного и взаимовыгодного развода. Սիմոնյանը եւս մեկ հարց ունի Ռուսաստանի նախագահին. Ինչու են այսպես խառնվել իրար։ Բախի են խառնվել տենց իրար, մենք իրանց պետք չենք, տենց մենք իրանց պետք չենք, որտեղ նստում են Ռուսաստանում ավելի շատ մարդ է ապրում, քան Հայաստանում։ Հայաստանը ընդհանրապես երկիր չէր լինի, եթե Ռուսաստանը չլներ։ Մենք որ չլնենք, կուդա вы денетесь։ Հայաստանը Ռուսաստանից ալիմենտ չի ուզելու բաժանվելու դեպքում, ասում է Սիմոնյանն ու հավելում։ Երեխեքին կիսելու նպատակ այս պահին չունենք, ու նման խոսակցություններին դեմ ենք։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։